Մի համաձայնվեք օգնել ոչ ոքի հենց այնպես։ Օգնել իհարկե պետք է։ Ես խոսում եմ մարդկանց հենց այնպես չօգնելու մասին, ոչ թե ամեն ինչ գումարով օգնելու։ Բացատրեմ։ Խնդիրը հենց այնպես օգնելն է, որ մարդը ստանա մի օգուտ ու հասկանա, որ դրա դիմաց ոչինչ չպետք է անի։ Բացառապես ոչ մի գրամ պատասխանատվություն չի կրելու։ Երբ ձեզանից մի բան կխնդրեն, ասեք մարդուն, հասկացրեք, թեկուզ կատակով, իսկ ինձ ինչ օգուտ դրանից։ Թույլ տվեք, թող խոսի, թեկուզ ասի, ես քեզանից շնորհակալ կլինեմ։ Վերջ, հրաշալի է։ Այսինքն մենք օգնում ենք իրեն, իսկ նա մեզ գոնե ասում է մեկ բառ. շնորհակալ եմ։ Կամ պարտադիր չէ մեզ օգուտ լինի։ Առաջարկեք օգնել մեկ ուրիշին իր հնարավորություններով։ Ես քեզ սիրով կօգնեմ, բայց դրանից հետո են դու արի օգնի մեր այս ընկերոջ խնդիրը լուծենք։ Դու դրա մասնագետն ես։ Ձրիակերությունը օդից չի ծնվում։ Ձրի վերցնողին ձրիակեր դարձնում է մինչ այդ ձրի տվողը։ Մի խրախուսեք անշնորհակալ վարքն ու գոռոզությունը, իբր դուք պարտական եք որևէ մեկին։ Օգնեք, կրթեք կամ դաստիարակեք մարդկանց, երբ հնարավորություն ունեք ինչ-որ բարի գործ անելու, բայց դա ձեր շանսն է օգնելու, որ մարդը շնորհակալ լինի ինչ-որ կերպ։ Նա էլ սովորի օգտակար լինել ձեզ, հասարակությանը, կամ գոնե սովորի ասել ձրիակերների համար ամենադժվար արտասանվող բառը՝ շնորհակալություն։ Մի խրախուսեք ձրիակերներին եւ գնահատեք ձեզ։ Դուք կարող եք։